Պարոն Գալջան, մենք իրական ընդդիմադիրներին խորհուրդ ենք տալիս չգրանցվել, դա բացարձակապես բռնանալ չի մարդկանց ձայնի իրավունքին, այլ քաղաքական կոչ է, այդ մեկ, երկրորդը, որ ասում եք ինչ եք ասելու ձեր ընտրողներին, դուք ձեր ընտրողներին ձեր արածը ուղն ու ծուծը ասեք, մենք մեր ընտրողներին ինչ որ ասում ենք, ամեն ինչ ասում ենք, դուք ուրեմն ձեր ընտրողներին բացատրեք, որ ոնց եղավ, որ այն որոշումները, որ կայացնում եք դատարանը վիճարկում է մեկ, ոնց եղավ, որ բյուջեն 4 անգամ ավելացել է, բայց տրանսպորտը գնա ոչ մի դեպքում չի լավացել եւ մարդիկ ճզմված պիկ ժամերին գնում գալիս են ու դրա համար էլ չեն վճարում, նախ որոշ մարդիկ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում վճարեն հատկապես պիկ ժամերին, որտեվ այդ չեն հասցնում, չեն կարում, մարդիկ, չգիտեմ, ճզմված մտնում են ներս, երկրորդը գին որակ հարաբերակցության տեսակետից չեն ստանում այն ծառայությունը, որ դուք իրենց խոսք եք տվել, եւ երրորդը, այն որ մենք ասում էինք շուտ է, պետք է համապարփակ մոտեցում բանանել, հետո նոր միգուցե ինչ-որ մի օր իհարկե մենք էլի դեմ կլինենք, բայց խոսել թանկացման մասին, ասում եք, չէ, պարոն Թորոսյան, դե ինձ ասեք, որ մանկապարտեզից եք տանելու այդ փողը, որ չի ստանալու պետությունը կամ քաղաքային բյուջեն, հիմա ես հարց եմ տալիս, պետությունից եկած այդ 3 միլիարդը, որ խնդրելով ստացել եք, որ համայնքի հանրապետության իրագործվող սուբվենցիոն ծրագիր կլինի, ուրիշ ծրագիր կլինի, կամ որ ինֆրակառուցվածքային բանի ծրագրից եք քերել բերել, որպիսի ոչ թե ավտոբուս ավելանա կամ չէ, այլ որտեղ ընթացքը ապահովի Երևան ավտոբուսի ուրեմն գործնեության եւ ընթացքը գոնե խոսքը չի գնում լավացնելու կամ բանի մասին։ Հետևաբար ուրեմն այսքանը ես դուք դրա պատասխանները տվեք, ես 1000 ասում եմ, եկեք մի հատ արտահերտ նիստ լինի, մաքուր, հանգիստ խոսացվի ամեն ինչը, գնանք ստուգենք Երևան ավտոբուսը ծախսային մասով, մնացած հոակ-պոակ եւ այլն, ամեն ինչը որ ՓԲ կներեք Երևան պատկանեն, ոչ մի արձագանք չկա, ինչը քաղաքական փոքր մանիպուլատիվ թեմաներին է վերաբերվում, մի անգամից երկու ձեռով կողմեք, կնոպկեքը սխմված են, սա անցնում է, ինչը կոնկրետ խորությամբ ուսումնասիրությանն է վերաբերվում, դուս եք գալի ինչ որ sense սիրուն պերճախոս ելույթներ եք ունենում, տակը գործ չկա, այդ դրան պատասխան տվեք, պարոն Գալջան։ Պարոն Թորոսյան, ես որ չեք ասում տակը գործ չկա, ասենք չգիտեմ էլի, իրականում ասենք, չէ, ինչը միշտ էլ կասեք, պարոն Թորոսյան, 3 տարի է, 1000 ներողություն, էլի, 3 տարի է, այս պլաստիկ են ծամել արդեն, ասենք էլ չգիտեմ, էլ ինչ անենք, պարոն Թորոսյան, որ ձեզ գոհացնենք։ Պարոն Սուքիասյան, մենք երևանցուն գոհացնում ենք